Դեկտեմբերի 11-ին Շենգավիթի 11-րդ ընտրատարածքային հանձնաժողովը վերահաշվարկեց 11/22 ընտրատեղամասի արդյունքները։ Այս ընտրատեղամասի պարկերը բացելու անհրաժեշտություն էր առաջացել այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի վստահված անձի քաղվածքում ոչը հաղթել էր, իսկ հետո այլ թվեր էին հրապարակվել։ Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովի անդամ Աննա Կարապետյանը ընտրության օրը, ընտրության ավարտից հետո բերեց քաղվածք, ներկայացրեց մեր գրասենյակ։ Ես նկատեցի, որ կնիքը դրած չի քաղվածքի վրա եւ խնդրեցի, որ գնա կնիքը դնել տա, նա գնաց եւ վերադարձավ մի ուրիշ քաղվածքով, կնքած, որտեղ այո եւ ոչի թվերը մոտավորապես տեղափոխվել էին։ Ըստ Հայկի վստահված անձի քաղվածքի, որի տակ ստորագրել են նաև հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, ոչը այդ ընտրատեղամասում ստացել է 426 ձայն, իսկ այոն 156 ձայն։ Սակայն ԿԸՀ կայքում եւ պարկի միջի արձանագրության մեջ հակառակն է։ Հականդամը համոզված է, որ պարկը փոխվել է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահան եւ քարտուղարը այնքան ոնց ասեմ անտեղյակ են եղել, որ ստորագրել են մի հատ քաղվածքի տակ, որտեղ թվերը չեն, իրենք են գրել այդ թվերը, այսօր սխալված չէին լինի։ Հանձնաժողովի քարտուղար Նվարդ Հակոբյանը, որը ստորագրել է քաղվածքի տակ, նշում է, որ Հայկի վստահված անձի քաղվածքի վրա սխալմամբ տեղերը խառնել է։ Վերջին պահին ՀԱԿ-ի անդամը կարող է անգամ ասել, ինչ աղմուկ էր մեզ մոտ, ես ինքս մի պահ վերցրել եմ արձանագրությունները, քանի տեղ անգամ ազգանուններ շփոթեցի, վերցրել եմ, որ առանձնանամ, որ լռության մեջ աշխատեմ, հետո ասացին իրավունք չունես, նստել եմ, արձանագրության վրա իհարկե ստորագրություններ կա, թվերը շփոթել են, կնիկտ էլ չկար, ինքը այնքան շտապում էր, որ ձեռք եղած է վերցրել ու գնացել է, հետո եկել է, տվել ենք արձանագրությունը, էլ չի վերցրել։ Վստահված անձ Աննա Կարապետյանը պնդում է նաև, որ պարկի մեջ դրված արձանագրության մեջ իր անվան կողքին ինքը չի ստորագրել եւ ստորագրությունը ակնհայտ տարբերվում է։ Մի օրինակի վրա եմ ստորագրի ես, ու նայեցի տեսա, որ բանը։ Երկրորդ օրինակ ոնց է ստորագրություն հայտնվել, նմանացրել են, բայց քո ստորագրություն չի, նույն ստորագրություն չի։ Պարկում եղած քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում պատկերը գրեթե չփոխվեց։ 426 այո քվեաթերթիկից հանվեց 8-ը, դարձավ անվավեր, ոչը դարձավ 169։ Հայկի ներկայացուցիչները ուշադրություն դարձրին մեկ այլ հանգամանքի վրա։ Այս անվավերները, ստորագրությունների հաջորդականությունը նույն ձև է, ճիշտ է։ Ոչինչ չի ասում, այդ հաջորդականությունը։ Ես ամենը փաստ եմ ասում։ Ոչերն եմ խնդրում եմ։ Նույն ձևը հաջորդականությունը ոնց որ անվավերն է։ Որը էական չի։ Այոները, տեսեք ուրիշ է։ Միայն այոներն է 270 հատ, որը տարբերություն է տալիս ՀԱԿ-ի մոտենած արձանագրությունից, միայն այդքան այոները, որ ստորագրությունների հաջորդականությունը ուրիշ է։ Ոչ մի տարբերություն չկա, զարմանալի է ինչ իմաստ են խոսում, տեղ կար, որ երկուսի ստորագրությունը ներքևում է, մեկինը վերևում է, նայած թե որ պահի որ դիրքով եք մեկս մյուսին փոխանցել։ Ինձ համար ծիծաղել էր դա, չգիտեմ։ ՀԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ պատրաստվում են քննարկել հարցը իրավաբանների հետ եւ անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին։ Այսօր ժամը 14-ին ավարտվեց նաեւ դիմում բողոքների հիման վրա հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար նախատեսված ժամկետը։ Ըստ ԿԸՀ տվյալների 53 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում այո քվեարկած քվեաթերթիկների թիվը նվազել է 30-ով, ոչինը նվազել է 42-ով։ Անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 101-ով։ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանի խոսքով իրենց ներկայացրած 9 դիմումներից այս օրերի ընթացքում քննության առնվեց միայն 3-ը։ Ըստ Մանուկյանի ամեն ինչ արվեց, որպեսզի վիճահարույց ընտրատեղամասերի պարկերը չբացվեն։ Այո, ես նույնիսկ դիմել ենք, խնդրել ենք, փորձել ենք կենտրոնականում համոզել, որ այստեղ կա դատախազության գործը դատախազություն է, քննվում է ակնհայտ հանցագործություն կատարված այնտեղ, բոլոր դեպքերում այդ ամենը չազդեց, որ իրենք դա վերահաշվարկ կանեն, պարզ թվաբանությամբ, պարզ տրամաբանությամբ, որ գիտեին, որ այնտեղ վերանայել դեպքում շատ լուրջ բաներ կարող են բացվել։ ՀԱԿ-ը նաև այսօր ԿԸՀ ներկայացեց ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջ։ Շուրջ 170 տեղամասի վերաբերյալ ակնհայտ խախտումների մասին մենք ներկայացրել ենք մեծ տեղեկանք, որը շարունակվում է։ Այսինքն խախտումների
բազան մեր մոտ մեծանում է։ Հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացրեց նաև Ժառանգության անդամ Զարուհի Փոստանջյանը, սակայն ոչ Ժառանգության անունից։ Դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ահազանգները ներառված էին այս դիմումում, ուղղակի մենք իրենց խնդրանքով փոխանցեցինք այս դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Մենք գտնում ենք, որ այլևս սպառվել են բոլոր միջոցները այսպիսի ատյաններով անցնելու, հետևաբար այդ է խնդիրը, որ ներկայացրեցինք ուղղակի հասարակական կազմակերպությունների դիտարկումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 օրվա ընթացքում կքննի ներկայացված դիմումները։